Բարև ձեզ։ Մեր տարածաշրջանում, մասնավորապես հարևան Ադրբեջանում, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք առնվազն արժանի են մեր ուշադրությանը, քանի որ դրանց ալիքները ուզենք թե չուզենք հասնում են նաև մեզ։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի քաղաքական դաշտը ցնցած իրադարձությանը երկրի գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևի ձերբակալությանը։ Բայց նախ եկեք հասկանանք, թե ով է Ռամիզ Մեհդիևը։ Սա շարքային պաշտոնյա չէ։ 87-ամյա Մեհդիևը Ադրբեջանի նորագույն պատմության ամենաազդեցիկ դեմքերից է։ 1995 թվականից մինչև 2019 գրեթե քառորդ դար նա զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Սա նշանակում է, որ նա եղել է իշխանության կենտրոնում և Հեյդար Ալիևի և որդու Իլհամ Ալիևի օրոք։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին երկիրը կառավարել է փաստացի հենց Մեհդիևը։ Նա ոչ միայն պաշտոնյա էր, այլև իշխանության գաղափարական հենասյունը։ Ամեն ինչ որոշողը մարդ, ում ձեռքերում կենտրոնացված էին ահռելի լծակներ։ Եվ ահա այս անձեռնմխելի թվացող ֆիգուրին մեղադրում են ոչ ավել ոչ պակաս պետական դավաճանության և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, Մեհդիևը օգտվելով ազալ ինքնաթիռի կործանումից հետո Բաքվի և Մոսկվայի միջև ստեղծված լարվածությունից, Ռուսաստանի աջակցությամբ պետական հեղաշրջման ծրագիր էր պատրաստել։ Նա նույնիսկ ապագա կառավարությամբ պետական խորհրդի անդամների ցուցակն էր փոխանցել ռուսական կողմին։ Սակայն տեղի է ունեցել անսպասելին, ռուսական կողմը Դուշանբեում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինքն է մատնել Մեհդիևին, ամբողջ տեղեկատվությունը տրամադրելով Ալիևին։ Առաջին հայացքից սա Կրեմլի կապիտուլյացիան է։ Թվում է, թե Պուտինը հանձնեց իր ամենախոշոր գործակալներից մեկին Բաքվում։ Թվում է, թե սա ցույց է տալիս, որ Մոսկվան պարտվեց Բաքվի հետ վերջին ամիսներին սրված դիմակայության ընթացքում և հիմա Ռուսաստանի նախագահը ռևերանսներ է անում անգամ իր գործակալներից առնվազն մեկին նվիրում Ադրբեջանին։ Բայց սա միայն առաջին մակերեսային հայացքն է, իրականում պատկերը շատ ավելի խորն է և անհանգստացնող, հատկապես Ալիևի համար։ Բանն այն է, որ Բաքուն ռուսական գործակալների որսը վաղուց էր սկսել։ Այդ ալիքի տակ չեզոքացվեց օրինակ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադեղովը, ով նույնպես համարվում էր ռուսամետ գործիչ։ Այն, ինչ Պուտինն արեց Դուշանբեում, թուլության նշան չէր, այլ ուժի սառը ցուցադրություն։ Նա Ալիևին կարծես ասաց. «Այո, դուք մեկին բռնել եք, բայց տես, թե ես ինչ կալիբրի գործակալներ ունեմ քո շրջապատում, որոնցից մեկին ես կարող եմ առանց ափսոսանքի զոհաբերել, իմ մյուս ակտիվները պահպանելու և քեզ հաղորդագրություն ուղարկելու համար»։ Հիմա Ալիևը պետք է որ ավելի անհանգիստ լինի, էլ ովքեր են ռուսական գործակալները Բաքվի իշխանական միջանցքներում։ Եվ Ալիևը, հավատացեք, հիմար չէ ու այդ ժեստը հաստատ շատ լավ էլ հասկացել է։ Իր հերթին Բաքուն էլ ակնարկեց, թե իրենք էլ ազդեցության իրենց լծակներն ունեն Ռուսաստանում։ Վառ օրինակն է 10-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի պաշտոնակությունը։ Ծնունդով բաքվեցի Գուսմանը, որ տասնամյակներ շարունակ ռուսական փափուկ ուժի խորհրդանիշն էր, պաշտոնանկ արվեց ամիսներ առաջ Շուշիում Ալիևին ուղղված հարցի և նրա հասցեին հնչեցրած գովեստի խոսքերի համար, ինչը կատաղություն էր առաջացրել Կրեմլում։ Ադրբեջանական մամուլն այս իրադարձությունը մեկնաբանեց այնպես, իբր Գուսմանը իրենց մարդն էր, ում Կրեմլը պատժեց Բաքվի հետ կապերի համար։ Իսկ հիմա եկեք զուգահեռներ տանենք մեր հայկական իրականության հետ։ Ռուսաստանը Հայաստանում էլ ուներ, գուցե նաև այսօր ունի իր, չասեմ գործակալները, ասեմ իր շահերը ներկայացնողները։ Նրանցից շատերին բոլորդ գիտեք։ Նրանք զբաղեցրել են բարձր պաշտոններ ուժային կամ դրանց մոտ կանգնած կառույցներում, իսկ իրենց միսիան ավարտելուց կամ տապալելուց հետո առօգ-փառօգ հանգրվանել են Ռուսաստանում։ Մեր դեպքում Ռուսաստանը գրեթե բաց խաղաքարտերով է խաղում։ Արդյոք մենք էլ ունենք մեր Գուսմանները, հայկական շահերը առաջ մղողները գոնե հրապարակային մակարդակով Ռուսաստանում։ Եթե խոսենք նրա կալիբրի գործիչների մասին, ապա հազիվ թե։ Ցավոք, յանով ազգանուն ունեցող ՀՌԴ պաշտոնյաների ու հանրային գործիչների մեծ մասը հաճախ շատ ավելի կրքոտ են պաշտպանում Ռուսաստանի շահերը, այդ թվում ընդդեմ Հայաստանի, քան ազգությամբ ռուսները։
Եվ դա ի վերջո նրանց քաղաքացիական պարտքն է այն երկրի հանդեպ, որի քաղաքացին հանդիսանում են։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն. շնորհազրկված Գուսմանին Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները սիրով հրավիրում էին իր պատմական հայրենիքը՝ Ադրբեջան։ Արդյոք նույն սիրով ու ջերմությամբ մենք կհրավիրենք, եթե ազգությամբ հայ որևէ գործիչ, Ռուսաստանի քաղաքացի, Ռուսաստանում շնորհազրկվի, և մյուս կողմից Ռուսաստանից քանի հայ ազգի գործիչ կցանկանա Հայաստան տեղափոխվել։ Այս հարցերի պատասխանները, կարծում եմ, ակնհայտ են։ Հիմա կասեք, թե այս երկար պատմությունն ինչով է կապված մեզ հետ։ Ասեմ կարճ, մտահոգված եմ։ Եթե Պուտինը մի օր որոշի հանկարծ հարաբերությունները լավացնել Փաշինյանի հետ, ապա Հայաստանում իր գործակալներից ում կհանձնի որպես հաշտության նվեր։ Հավատացեք, այս խառը իրադարձությունների ֆոնին սա ևս բացառված չէ։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ռուսական ուղղվածության առաջամարտիկների մի մասը արդեն չի էլ քողարկվում։ Նրանք գործում են բացահայտ, այնպես որ այս հարցում դեռ ինտրիգ կա։ Ով է այն թաքնված խաղաղ քարը, որը դեռ չի երևացել և կարող է Պուտինի հաշտության նվերը դառնալ։ Սպասենք։ Հավանաբար ոչ հեռու ապագայում այս թեմայով նորություններ կլսենք։ Մինչ այդ ամուր եղեք։ Կհանդիպենք։